Ջուրը էլի քշում տանում է Ալիևի բարձրացած վարկանիշը, նորից ջրի տակ է անցել Բաքուն։ Սոցիալական ցանցերում ծաղրում են բաքվեցիները իրենց նախագահին, որը Ղարաբաղում նոփ-նոր ճանապարհներ, շենքեր է սարքում աշխարհի աչքը մտցնելու համար։ Բայց տասնամյակներով մի կոպեկ չի ծախսում իր մայրաքաղաքի կոյուղատարը վերանորոգելու համար։ Ամեն հեղեղից հետո բողոքում են ադրբեջանցիները, որ խորհրդային միության տարիներից հետո կոյուղատարը չի նորոգվել։ Սովորական մարդիկ են նկարել լողացող Բաքվի այս կադրերը։ Ադրբեջանցիների մեքենաները կռիվ են տալիս ցեղաջրերի դեմ։ Այս կադրերը Բաքվի քաղաքապետարանն է հրապարակել։ Մաքուր փողոցներում անշտապ հերթապահում են ոստիկաններն ու փրկարարները, կարծես հեղեղ չի եկել իրենց գլխին։ Բաքուն այնպես է խեղդվել, որ ադրբեջանցիներին տարհանելու անհրաժեշտություն է եղել։ Շատերը Facebook-ում գրում են, որ չնայած խնդրել են փրկարարներին, որքան հնարավոր է շուտ իրենց հանել տիղմով լցված տներից, բայց շատ ուշ են նրանք հասել։ Հեյդար Ալիևի նոյեմբերի 8-ի պողոտաներում կենտրոնական փողոցներում առավոտյան կոլապս է եղել։ Բաքվեցիները ժամերով մնացել են խցանման մեջ, շատերը թողել են մեքենաները, ոտքով փորձել հասնել գործի։ Հեղեղներից շահել են միայն ադրբեջանցի տաքսիստները, որ Բաքվում թիվ 1 բողոքողներն են։ Առավոտյան մի քանի կիլոմետր գնալու համար 5 անգամ ավելի են վճարել մայրաքաղաքում ապրողները։ Ադրբեջանցի օդերևութաբանները էլի տեղումներ են կանխատեսում։ Գայանե Մովսիսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։